Ես նևրոզ ունեմ։ Այս նախադասությամբ ամբողջ օրը ինձ մոտենում են տարբեր այցելուներ։ Եվ երբ հարցնում եմ, ինչ նշաններով է արտահայտված, դե շունչս կտրվում է, օդս չի հերիքում, սիրտս սկսում է անկախ ինձնից արագանալ, գլուխս կարող է պտտվել, ճնշումս չափում եմ, կարող է բարձրանալ, կարող է իջնի։ Մեկ է հանկարծակի մարսողությունս է խառնվում, վկնածությունը ցավեր եմ ունենում, կամ թափառող մկանային ցավեր։ Այսինքն նևրոզը կարող է արտահայտվել այսպիսի ֆիզիկական սիմպտոմներով։ Կարող է լինել նաև հոգեբանական սիմպտոմներ, օրինակ վախի, տագնապի, անհանգստության զգացողություն, կարող է լինել իհարկե թուլություն ընդհանուր մարմնի, մտքերի կենտրոնացման շեղումներ։ Իսկ եթե ձեզ ասեմ, որ գրեթե նույն նշանները նկատվում են թթվածնային քաղցերի կամ սպազմային վիճակների ժամանակ, երբ բլոկադայի մեջ է ընկնում մեր թափառող նյարդը։ Այո, թթվածնային քաղցը եւ նևրոզային երևույթները շատ նման են իրար։ Դուք տարիներով կարող եք օգտագործել տարբեր դեղամիջոցներ, սիմպտոմները թեթևանան, բայց հետո նորից սրվեն, որովհետեւ չեք վերականգնում նախ թթվածնի գրագետ հոսք, երկրորդը չեք կարգավորում շնչառության ու սրտի ռիթմը եւ չեք հանում սպազմից ստոցանին, որը հիմնական այս բոլոր նշած խնդիրների հիմքում է ընկած։ Ուզում եք ազատվել նևրոզային նշաններից, գրեք նևրոզ բառը եւ մենք կկազմենք ձեզ համար հատուկ այցելություն, պատճառների վերլուծություն եւ իհարկե հատուկ ծրագիր։